Այսպիսով ավարտում ենք մենք այս հատվածը կուրսի, որը վերաբերվում էր Google Docs-ին, եւ վերջում կցանկանայի նշել հետեւյալը, որ այն ժամանակ, երբ որ ես ձայնագրում էի այս կուրսը, միգուցե այն ժամանակ, երբ որ դուք արդեն դիտում եք եւ օգտագործում եք, օգտվում եք Google Docs-ից, ինչ որ փոփոխություններ տեղի ունեցած լինեն, ինչ որ բան ավելանա եւ այլն, ամեն դեպքում ընդհանուր պատկերացում կազմելուց հետո, նույնիսկ եթե ինչ որ բան չհամընկնի կուրսում այն ինտերֆեյսի հետ, որը մենք օգտագործեցինք եւ այն ինտերֆեյսի հետ, որը որ դուք եք այժմ արդեն օգտագործում, ոչ մի վախենալու բան իրականում չկա։ Իմ կարծիքով արդեն ինքնուրույն կկողմնորոշվեք։ Ամեն դեպքում այս ստանդարտները, այս հիմնական գործիքները իմ կարծիքով դժվար է փոփոխվեն ընթացքում, որոնք նախատեսված են փաստաթղթերի հետ աշխատելու համար։ Ու մեծ հաշվով մենք դիտարկեցինք գրեթե բոլոր հնարավորությունները փաստաթղթերի հետ աշխատելու համար, իրականում քանի որ այստեղ շեշտը դրված է պարզության վրա, նույնիսկ եթե ինչ-որ բան չենք դիտարկել, իմ կարծիքով ինքնուրույն կկարողանաք կողմնորոշվել։ Հիմնական ամենակարևոր երևույթները դիտարկեցինք եւ վերջում կցանկանայի նշել, որ օրինակ Google Docs-ը ես օգտագործում եմ իրավաբանական տարբեր փաստաթղթեր պահելու համար։ Ենթադրենք ինչ-որ փաստաթուղթ, որը պետք է տրամադրվի իրավաբանին, գտնվում է իմ մոտ այստեղ, ես մուտք եմ տրամադրում այս կամ այն հարցերը լուծելու համար, որից հետո կարող է ենթադրենք պետք գալ, որպեսզի տպվի այդ փաստաթուղթը ինչ որ ստորագրություններ լինելու համար եւ այլն։ Google Docs-ի միջոցով կարելի է ստանալ տարբեր տեսակի բարդ դասագրքեր, ենթադրենք դպրոցների բուհերի համար, բացի դրանից նաև կարելի է գրել ցանկացած տեսակի գիրք, օրինակ ես գրում եմ 2 էլեկտրոնային գիրք ծրագրավորման եւ դիզայնի հետ կապված, օգտագործում եմ միայն Google Docs-ը։ Սա ինչ վերաբերվում էր Docs-ին, կուրսի հաջորդ հատվածում արդեն կանդրադառնանք աղյուսակների հետ աշխատելուն, կդիտարկենք Google Sheets-ը ու կհասկանանք, թե ինչի համար է նախատեսված դա։